այո, անկասկած պետք է երեխաները իմանան գրել էսսե։ Դրա համար կան քայլեր, օրինակ 6-7-րդ դասարանում նրանք պետք է սովորեն ճշգրիտ նկարագրություններ անել։ Ընդ որում խոսքը միայն բանի մասին չէ, մայրենի, հայոց լեզվի կամ հայ գրականության մասին չէ, այդ առարկաները չեն, որ միակ առարկաներն են, որոնք պատասխանատու են խոսքի համար պատասխանատու են բոլոր առարկաների, ուսուցիչները եւ առարկաները։ Ես վկայեմ, որ ֆիզիկայի փորձը տեսել եմ դուք ինչպես եք անում եւ ինչպես եք հանձնարարում նկարագրել ֆիզիկայի փորձը։ Այո, եւ նկարագրությունը դա մի բան է, որը ենթադրում է առաջին հերթին, ենթադրում է, որ դու տիրապետում ես խոսքին առնվազն ճշգրիտ։ Այսինքն դու կարող ես մանրամասն թվարկել ինչ առարկաներ էին օգտագործվում փորձի ժամանակ, իրեր, քիմիական նյութեր, չգիտեմ, եւ այլն, ինչ կատարվեց, ինչ տեղի ունեցավ, վերջում արդեն դասարանի հետ ուսուցչի հետ կամ ինքնուրույն մտածել եզրակացության մասին։ Դու կարող ես նկարագրել բնության ինչ-որ մի հատված։ Դու կարող ես նկարագրել մեկ օր քո կյանքից։ Դրանք բոլորը առաջադրանքներ են, որոնք պիտի անեն ամենատարբեր առարկաների ուսուցիչները կարող են դա տալ, հա։ Մենք պետք է անընդհատ սովորեցնենք երեխաներին սկզբից խոսել շատ ճշգրիտ,